Սիրելի հեռուստադիտող բարեկամներ, Տեր Հիսուսի պատվականանով բոլորիդ ողջունում ենք։ Այսօրվա մեր նյութը վերաբերում է ստեղծագործությանը եւ բարեշրջմանը կամ էվոլյուցիային, ինչպես շատերը այդպես գիտեն։ Հարյուրամյակներ շարունակ այս նյութը եղել է գիտնականների վիճաբանությունների առարկան եւ անգամ երիտասարդները բավական դժվարությունների առջև են կանգնում։ Որ մեկն է ճիշտ։ Եթե մեկին հարեն, ուրեմն մյուսը պիտի մերժեն, բայց ինչպես վարվեն, չէ որ ուսումնական հաստատություններում ավելի շատ բարեշրջման, էվոլյուցիայի գաղափարն է տարածված եւ այն կարծես թե երիտասարդների մտքի մեջ արդեն դրված մի բան է։ Որն է իրականությունը, որն է ճշմարտությունը։ Ահա այս նյութերով է որ պիտի խոսենք այսօր գնել եղբայր Դուրյանի հետ, ով արդեն տասնամյակներ շարունակ այս հարցերը մանրազնի ձևով քննելուց հետո իր եզրակացություններն է բերում թե գիտական անկյան տակ եւ թե աստվածաշնչյան ճշմարտությունների միջոցով։ Գնել եղբայր խոսենք ստեղծագործության եւ բարեշրջման մասին որպես արդիական մի հարցի այսօրվա։ Բարդ հարց է, լուրջ հարց է։ Եվ աթեիստները գշեշտեն միայն բարեշրջումը կամ էվոլյուցիան առանց աստծո գոյության, իսկ շատ քրիստոնյաներ ստեղծագործությունը ծննդոց առաջին եւ երկրորդ գլուխի վրա հիմնված գտնին եւ գմերժեն բացարձակապես դարվինյան էվոլյուցիայի հարցերը։ Ես այսօր գուզեմ նպատակ ունեմ ցեզի ցույց տալ, որ քրիստոնյա համայնքին մեջ կան 3 տարբեր մոդեցումներ ստեղծագործության եւ էվոլյուցիայի հարցերուն։ 3-ն իրար մեջ տարբեր են, բայց 3-ն ալ քրիստոնյաները գշեշտեն, այսինքն անոնք, որոնք Քրիստոսը գտնին աստվածաշունչը լուրջ կառնեն, 3 տարբեր ձևով գնային։ Անոնք պիտի բարձապանենք։ Անոր հետ նաեւ որպես այդ բարձապանությունը իմանանք, ես մասնավոր բամը պատրաստած եմ, պատգերմը պատրաստած եմ, ուր ցույց կտանք, որ Աստված ինչպես 2 տարբեր գերբերով ինքնին կհայտնի։ Մեկ իրականություն է, բայց տարբեր մեթոդներով հայտնված է։ Փնություն եւ Աստվածաշունչ։ Այս երկու երբ որ իրար մոտ կփերենք եւ նաեւ կտեսնենք, որ անհատներ, որոնք մեկը կամ մյուսը գտնին, ոչ թե փաստերով վրա գտնին, այլ իրենց աշխարհայացքն է, որ այդ ուղղությունը կդա։ Պիտի տեսնենք, որ անաստվածին համար մեկը որ չհավատար հայերեն լավ բառ մը կա քոյապանական
փնաբաշտություն գսենք, անաստված չենք գսեր, քոյապանական փնաբաշտություն, որը անգլերենով գլա ontological naturalism։ Այսինքն, քանի որ ինչ որ գտեսնենք մեր շուրջը, դիեզերքը այդ է իրականություն եւ ավելին քոյություն չունի, ուրեմն իրենց աշխարհայացքը այդ է, ըստիված պիտի էվոլյուցիայի հարցերով զբաղվեն։ Իսկ քրիստոնյան, որուն համար Աստված քերիշխան է, դիեզերքը ստեղծած է, գրնա կորցածած ըլլալ էվոլյուցիայի մեթոդ, գրնա ըլլալ ստեղծած ուղագի գերբով։ Հարցը շատ ավելի կմեղմանա, երբ որ անդրադառնաս, որ ոչ թե գիտության եւ գրոնքի հարցը, այլ աշխարհայացքի հարց է։ Այսօր վրա պիտի ծանրանանք մի քիչ։ Գիտեք, որ Աստված տարբեր կերպերով է գործում, երկու մասնավոր գլխավոր կերպերով է գործում։ Այդ մասին խոսենք։ Այո։ Ինչպես գիտեք, Աստված երկու քիրք ունի, քանի անգամ հիշած ենք մեր զրույցներու մեջ։ Ուրեմն Աստված բնության միջոցով ինքնին կհայտնի, բնության մեջ իր մատներու հետքերը կտեսնենք, ֆիզիկական աշխարհի մեջ, բնություն, դիեզերք, իսկ մյուս կողմը ինքնին կհայտնած է իր խոսքի մեջ, որը գոչենք Աստվածաշունչ, որ իմանանք իր միտքը եւ իր հոգին։ Մեկը կգոչվի ընդհանուր հայտնություն, general revelation, Աստծո հայտնությունը, որ ամենուն հայտնի է դիեզերքի մեջ, բնության մեջ, իսկ ոչ է մասնավոր հայտնություն, այսինքն Աստված խոսած է անհատներու միջոցով եւ վերջապես իր որդվին միջոցով եւ մենք մեր ցերկը ունենք այն ինչ որ գոչենք Աստվածաշունչ։ Այս երկուքը շատ կարեւոր են, որովհետեւ ըմբռնենք, ադոր համար ես կուզեի այս բանը ցույց տալ։ Բادرը ցույց տալ։ Միասին բոլորս միասին ցերդենք, որովհետեւ ավելի հստակ կլինի, թե ինչպես պիտի լա։ Ուրեմն առաջին բادرը որ գտեսնեք, վրան գրված է God, Աստված։ Այո։ Այնպես չէ։ Եվ երկու սլակներ դրած են։ Սլակներեն մեկը երկու սլակներն լոգոս կներկայացնեն, այսինքն խոսք։ Աստված ըսավ, Աստված հայտնեց եւ հայտնվեցավ։ Լոգոսը ծանր բառ է, գիտես, միան խոսք չէ։ Իմացականություն։ Իմացականություն է, հայտնություն։ Այո, այդ բոլորը մեջ իր մեջ կբարունակ է։ Ուրեմն Աստված Աստծո խոսքը բնությունը կստեղծե, Աստծո խոսքը Աստվածաշունչը առաջ կբերե։ Երկուսն էլ լոգոս են։ Այո։ Մեկը ստեղծագործություն է, իսկ մյուսի խոսքն է, որ մենք գրավոր ունենք մեր հետ։ Լավ։ Ինչպես կսկսենք։ Առաջին բանը կտեսնեք գրված է Nature եւ the Bible։ Այո, բնություն եւ Աստվածաշունչ։ Այո։ Սխալներեն մեկը ավետարանական համայնքին կամ քրիստոնյա համայնքին այն է, որ գիտությունը սուրբիկին հետ կփախտադեն։ Ադի սխալ փախտadություն է։ Բնությունը Աստվածաշունչին հետ միտը, որտեղ Աստվածաշունչը դվյալ է, այսինքն քիրքն է, ավասիկ, ցերկը դե։ Բաց եւ գարտա։ Դվյալ, data գսենք։ Բնությունը նույնպես, երբ որ գնայիս արևուն, գնայիս ծաղիկներուն, ադի դվյալ է։ Բացադրության պետք չունի, գտեսնես։ Ուրեմն առաջին բանը շարքը գլա բնություն մեկ կողմ եւ սուրբիկը մյուս կողմ։ Հետո գուկա հաջորդ քայլը, բացադրություն, interpretation։ Մարդկային բացատրություն։ Մարդկային բացատրությունը բնությունն է։ Այո։ Սուրբկրային կամ աստվածային բացատրությունը։ Այո։ Ուրեմն առաջի բնության տակ հասկանանք մարդկային բացատրությունը եւ գիտական մեթոդը գործածենք, որովհետեւ բացատրենք բնությունը։ Իսկ Աստվածաշնչի ուրեմն տակ հասկանանք մարդկային բացատրություն եւ աստվածաշնչյան մեթոդները։ Այո, երկու տարբեր մեթոդներ են։ Մեկը Սուրբ Հոգին առաջնորդությամբ կլա Աստվածաշունչը, բնությունը գիտական մեթոդ ստեղծած ենք, ուր գտիդենք, դեսություններ առաջ կբերենք, փորձարկություններ գնենք եւ բաներու կհասնենք, որոշ վերջնական հարցումներ։ Եվ եթե այդ արդյունքը համեմատի դեսության հետ, գտնունենք որպես օրենք։ Այո։ Ուրեմն, բայց հետաքրքրականը ինչ է։ Ինչու համար այս բացատրությունը կարևոր է, որտեղ բացատրություն ռազադեն գրնանք սխալիլ։ Երբ որ բնությունը կբացատրենք եւ գսենք, որ ասիկա էվոլյուցիայի միջոցով եկած է,
Հատի բացատրություն է։ Դվյալ չէ, այսինքն քիդական մեթոդ կորցածես, երբեմն գսխալիս, երբեմն շուտակ։ Նույնիսկ Աստվածաշունչի բացատրություններ կան։ Ադրու համար այսչափ աղանդներ ունենք, այնպես չէ։ Այո, դրանք շեղումներ են։ Շեղումներ ունենք, մեկ կերպով կբացատրի, մյուսը ուրիշ կերպով կբացատրի։ Ուրեմն բացատրությունն է, որ բայկարը կստեղծե, ոչ թե Սուրբ Գիրքն է, որ բայկար կստեղծե, ոչ թե որ բնությունը բայկար կստեղծե, անոնց իմաստը հասկանալու մեթոդը եւ մեկ միջանակ ճշմարիտ կերպով ունել, բայց մարդ արարած են, կսխալվենք։ Եթե այդպես մոդենանք, գրնանք բացատրել scientific description, գիտական բացատրություն եւ theological եւ description։ աստվածաբանական։ Ադոնք իրարուքով պետք է բերենք, ոչ թե Սուրբ Գիրք եւ գիտություն։ Տեսնեք շատ հստակ պետք է բացատրությունների համեմատություն։ Այո, ճիշտ այդ է։ Առաջինը բնության եւ Սուրբ Գիրքի համեմատությունն է, երկրորդը գլա գիտության եւ աստվածաբանության բացատրությունը։ Լավ, յուրաքանչյուրը իր նպատակը ունի, այնպես չէ։ Այո։ Գիտական բացատրությունը ուր գտանի մեզ։ Առաջին իմանալ, երկրորդ հասկանալ, կառավարել եւ տեխնոլոգիա մշակել։ Գիտության բանը այդ է։ Նպատակը այդ է։ Եվ մենք տեսած ենք մեր կյանքի մեջ։ Այո։ Գտեսնենք, գահարցնենք, գուզենք իմանալ, օրինակ համար երբ որ բամը գուզես գցել դեպի գետին, ինչն է որ գքաշե դեպի ցկոական ուժ գոչենք։ Ինչպես կրնանք հաշվել, ինչ արագությամբ պիտի հասնի, ասենք ամբողջ գիտական փորձերով կհասկանանք եւ ադիկա գոկտակորձենք օրինակի համար ինքնաթիռ պատրաստելու, որբեսի ցկոական ուժի թեմ վերամբարձ ուժ հարաճ բերենք։ Այսինքն գիտությունը մեզ վերջապես կտանի տեխնոլոգիայի եւ այսօր ամենքս տեխնոլոգիայի օրհնություն ունենք։ Այո։ Տելեֆոնը, հերոստացույցը, ինքնաթիռները, ինքնաշարժները, ասում ամբողջ արդյունքն։ Ուրեմն մի երբ մենք կճանանք բնությունը կառավարել մեր հաշվին, որ մեր օրհնության համար, ավելի լավ է այդ բառը, մեր օրհնության համար։ Իսկ ինչ է Աստվածաշունչի բացատրության նպատակը։ Ուրեմն իմանալ, հասկանալ, հարաբերվել եւ ծառայել։ Տեսնեք, կոնտրոլ չէ։ Ինչու համար այսօր մենք շատ մի եկեղեցիներու մեջ դժվարություն կունենանք, որտեղ առաջնորդները փոխանակ ծառայելու, այո, փոխանակ իրենց ժողովրդին ոտքերը լվալու, ինչպես Քրիստոս ըրավ, իրենց կամքն են թելադրում։ իրենց կամքը դրատրեն։ Այո։ Կառավարեն։ Այդպես բան գոյություն չունի, Քրիստոսը ինչը սավ աշակերտներուն, ինչու եկած եմ սավ, ես եկա ինչ անելու, ոչ թե ծառայություն ընդունելու, այլ ծառայություն անելու։ Եկեղեցու գլուխը Քրիստոս է։ Այմեն։ Եկեղեցուն առաջնորդողը Սուրբ Հոգին է, բայց երբ որ եկեղեցու առաջնորդը ասում է ես, այդտեղ Սուրբ Հոգուն այլևս դեր չի մնում։ Ճիշտ։ Ուրեմն շատ կարևոր է, գիտությունը կոնտրոլի վրա հիմնված է, կառավարելու, այո, բայց Աստվածաշունչը քրիստոնեությունը հարաբերություն ունենալու իրարու հետ եւ իրարու ծառայելու։ Տեսեք տարբերությունը։ Երկու տարբեր իրականություններ են, բայց երկուն ալ կարևոր են։ Պիտի կառավարես, որբեսի բնությունը շահագործես, պիտի ծառայես հարաբերություն, որբեսի սեր ցույց տաս եւ համագերբ ապրիս։ Երկուն ալ մարդկային բաներ են, ինչպես ասենք երևույթներ։ Լավ, ավելի մանրամասն եթե նայենք, մի տեսնենք, որ concerned with objects կսեմ քիդականին, առարկաներին վերաբերող։ Ընդհանրապես առարկաներին վերաբերող է, ընդհանրապես, որտեղ մարդկային ալգլա պսիխոլոգին օրինակի համար, մյուսը ընդհանրապես անհատների հետ գոյտնի։ Եվ անոր համար շարք մտված եմ, երկու շարք եթե կտեսնեք, լավ կուզեք կարդանք առաջին եւ երկրորդ ուրեմն քննարկել կառուցվածք քննարկել անոր հագարակը գլա նվիրում մեխանիզմ կառուցվածք կամ իմաստ հաջորդը հավանականություն մեխանիզմը շատ կարևոր երկրորդը մեխանիզմ գրած մեխանական ֆիզիկական կերպով կբացատրենք բայց գիտությունը նպատակ եւ իմաստ չի գրնարսել այո որտեղ դիգա փիլիսոփայական է ուրեմն մեկ կողմը մեխանիզմն է մյուս կողմը իմաստն է հաջորդը հավանականություն ընդդեմ նպատակի ամեն ինչ հավանականություն է գիտության համար գիտության մեջ նպատակ չկա այո հավանականությունով օրինակի համար
բանի օթերևութական երևույթներ, եթե դուք սպասադրել անցրել բիդլա, քամի բիդլա, ասոք հավանականությունով գսես որ այս 5 օրերուն այսպես պիտի լա եւ հավանական է կամ գլինի կամ ոչ։ Բայց Սուրբ Գիրքի կամ Աստվածաշունչի կամ հոգեգան անգյունը հավանականությունով չսպառիր։ Նպատակ ունի, Աստված նպատակ ունի մեզի համար։ Մեզ սիրած է, մեզ իր բادگերով ստեղծած է։ Դեսնես, երկուքն ալ անհրաժեշտ են, բայց երկու տարբեր բادگերներ ցույց կտան։ Okay? Ուրեմն հաջորդը գլա գիտությունը կամ գիտական մեթոդը what and how հարցումներուն ավելի ժամանակ կուտա։ Ինչ եւ ինչպես։ Ինչ եւ ինչպես, այո։ Եվ Աստվածաշնչայինը ինչու։ Ավելի խորը, օրինակով։ Օրինակ, բանը ինչպես կրնա ինքնաթիռը վերամբարձ ուժով բարձրանալ։ Ինչպես։ Ինչ պետք է օգտագործենք, որբեսի ինքնաթիռը բարձրանալ։ Պետք է թևեր օգտագործենք, բաներ օգտագործենք, ուժը օգտագործենք կամ էներգիան։ Այդ բաներով կսպառի։ Իսկ ինչու ես ստեղ հոսեմ։ Ինչու ես մարդ արարածը գոչվի։ Նպատակային։ Ավելի նպատակային հարցեր են, որ հետաքրքրե։ Ուրեմն այդ երկու բոլորն ալ բան են, այսինքն երեք հարցերն ալ կարևոր են մեզ համար, բայց գիտության հարցերը ավելի ինչպես եւ ինչ հարցն է, իսկ հոգեգանը, փիլիսոփայական ավելի ինչու հարցն է, ինչու գաբրիկ, ինչու նեղություն կա, ինչու չար կա, ինչու սեր կա եւ այլն։ Այո, հաջորդը գլա relationship to things հարաբերություն կամ շփում առարկաների հետ, այո, մյուսը relationship to persons հարաբերություն անձերի հետ, որտեղ շեշտը այն է քրիստոնեություն, այո։ Հաջորդը գլա բարեշրջում կամ ինչպես որ գոչենք էվոլյուցիա եւ ստեղծագործություն։ Ամենամեծագույն տարբերությունը։ Այո, որտեղ էվոլյուցիան կամ բարեշրջումը մեխանիկական ģերբով կարելի է բացատրել։ Այո։ Օրինակի համար մենք բրազոներ ունենք, որոնք այնպես ցույց կտան, որ սողունները կամաց փոխված են գենթանիներու, այսինքն բրազոներ կան։ Այս ինչպես պիտի բացատրես։ Մեխանիկական բացատրություններն մեկը այն է, որ մեկը ժամանակի ընթացքին մյուսին փոխվեց։ Այսինքն մեխանիկական է, բայց ասել որ միակ այդեր ģերբը, այո, այնադեն փիլիսոփայական կդառնա։ Ասել գուզեմ, որ ստեղծագործությունը մեկ կողմն է, իսկ մեխանիզմը կամ դարվինյան էվոլյուցիան մյուս կողմն է։ Անպայման հագարակ չեն, հարցեր կստեղծեն, բայց չնշանակի որ ասոն գադարյալ հագարակ են իրարու։ Շատ հստակ պետք է լա։ Հաջորդը գլա ուրեմն պատահար, chance, պատահար եւ աստվածային խնամք։ Օրինակի համար դու գաղութես որ այսօր դերը սեբենք դե շուգա բիդի իջնես, գիտես որ շատ դժվար է փարքնել մեքենայով։ Գաղութես դեր մը պատրաստ է ինձի որ շատ հերու չեր տամ։ Գերտաս որ ճիշտ տեղը գա, կմտնես ներս։ Եթե դու քրիստոնյա ես, կսես ասի աղոթքիս արդյունքներ։ Բայց անհավատի ինչ պիտի է։ Փախտի բերմամբ տեղ կդա։ Փախտի բերմամբ, այո։ Տեսնես, երկուքն ալ ģերբով մշիտակ բացատրություններ են։ Բայց քրիստոնյային համար միշտ նպատակ կա ամեն ինչի մեջ։ Անհավատին համար նպատակը երկրորդական է։ Ինչու նպատակ պիտի լա, որովհետև ամեն ինչ փախտի արդյունք է։ Այո։ Բան գսեն, ջագադակիր է։ Այո։ Հաջորդը մարմին ուղեղ եւ անձ միտք։ Գիտությունը ֆիզիկականով կսպառի։ Ուրեմն գիտությունը չի գտնար միտքը բացատրել, գտնա ուղեղը բացատրել, մարմինը բացատրել, բայց երբ որ գսեն միտքը ուղղի հարաճ եկած է, ուղեղեն հարաճ եկած է, թե միտքը ուղեղը մեջտեղ բերած է, գտեսնեք։ Ուրեմն գիտությունը քանի որ շատ նեղ, շատ ուժեղ մեթոդ է, չգտնար անդեսանելի բաներու հետ գաբլի, երբ որ Ասե որ ուղեղը պատճառ է որ դու միտք ունիս փիլիսոփայական սահմանի մեջ կմտնի։ Ադոր համար թիմացինը գլա soul and mind, Աստված մեզի հոգի դված է եւ միտք։ Այո։ Որտեղ իր բادگերով ստեղծված ենք։ Okay, շարունակենք, հիմա գտեսնենք բոլորն, հաջորդը անասուն եւ մարդկային արարած։ Մեզի համար գսեն մարդ արարածը անասուն է։ Բացատրություն մեկ անե մենք
չիմպանզեին հառաչ չգացենք, հառաչացած անասուն ենք։ Գիտության տեսանկյունից։ Այո, որտեղ մեր մարմինը չիմպանզեին մարմինն է, հողեն առնված է, նույն մոլեկուլներն են, նույն քիմիական բաներն են, բայց միայն այդ է։ Ոչ, քրիստոնեությունը կա գսե անասունի թեմ գա մարդ արարած բառը, արարած որ նշանակի ստեղծված, այսինքն գիտակից, գիտակից, այո, այո։ Շեշտը հոն գտնե, միշտեր գիտությունը շեշտը գտնե ֆիզիկական վիճակին, այո։ Հաջորդը մեքենա, մեշին եւ Աստծո պատկերով ստեղծված։ Այո։ Օրինակ եմա, շատ երգսեն, որ մեր ուղեղը բան համահարթար մեքենա է, հաշվիչ մեքենա է, որտեղ մեր ուղեղը շատ բաներ կնմանին կոմպյուտերի, այնպես չէ։ Այո։ Բայց ավելին ունենք մենք, ոչ թե միայն կոմպյուտերի պես մեքենական աշխատենք, այլ մենք Աստծո պատկերով ստեղծված ենք, կրնանք հարաբերիլ, կրնանք Աստծո հետ հարաբերիլ, իրարու հետ հարաբերիլ, կրնանք ազատգամք ցույց տալ, որը համագարկին պաշտոնը չէ, համագարկը ռոբոտի պես կաշխատի։ Բայց երուկն ալ չտագեն, մեր ուղեղը որոշ չափով համագարկային մեքենա է, որոշ չափով, բայց ոչ միայն։ Ադե կարևոր։ Շատ ավելի դրանից ավելի։ Շատ ավելի։ Ուրեմն հաջորդը ժամանակավոր եւ հավիտենական։ Գիտությունը հավիտենականություն չգիտեր։ Ըստ գիտության ամեն ինչ ժամանակավոր է։ Կծնվի, կմեռնի ու վերջացա։ Իսկ մենք որ գսենք, եթե աստվածաբանական գերբով պիտի մոտենաս, գիտենք, որ հավիտենական կյանք գոյություն ունի։ Այո, ամեն։ Թե ժամանակավորը կարևոր է, որտեղ մենք ժամանակավոր ենք։ Այսօր գանք, վաղը չգանք։ Շուտագե։ Բայց աստվածային բացատրությունը գսե, ադգե վերջ կա հավիտենականություն։ Տեսնես, երկու, ասենք բոլոր իրականություններ են, որ դարբեր բաներ, դեսագետներ ցույց կտան։ Շարունակենք։ Ֆիզիկական եւ հոգեվոր։ Ֆիզիկան եւ հոգեվոր, այո։ Գիտությունը ֆիզիկան հարցերով կսպարի, դեսանելի, շոշափելի, ֆիզիկական, նյութ, էներգիա, այդ բաներով եւ ինֆորմացիա ադով կսպարի։ Աստվածաշունչը գսե մեր մեջ կա աստվածային անմահ հոգի, որ գիտության սահմաններեն դուրս է։ Գիտությունը չկնար ապացուցանել անմահ հոգին։ Անի դարբեր դեսագետ է։ Եվ վերջինը աշխարհիկ եւ նվիրական։ Secular, այսինքն դու աշխարհի հարցերով կսպաղվիս, որպես գիտաշխատող, սակայն մենք ունենք նվիրական կամ սուրբություն, մաքրություն, որ ավելի հոգեգան է։ Բայց եթե ուշադրություն եք բարը, գսե երկու դարբեր դեսագետ, այնպես չէ, two aspects, բայց մեկ իրականություն, որտեղ այդ իրականությունը Աստծո մեջ է։ Ուրեմն ուրիշ ցեվով եթե գրնանք նայել, այն է որ Պամարեք, օրակը, տրամա, coin 25 սենտնոց կոմը, մեկ կողմը մանն է, ստեղծագործությունն է, այսինքն բնական աշխարհն է, մյուս կողմը հոգեկանն է, բայց մեկ coin է, երկուքն ալ պետք են, որտեղ երկուքն ալ այնպես սահմանված է, որ մեկ անց երկուքն ալ ստեղծած է, մեկ երեսչունի coin-ը, երկու մասում, ճիշտ նույնն է, Աստծո, ուրեմն մենք կսենք Աստված երկու քիրքեր ունի։ Քիրքերեն մեկը իր ստեղծագործությունն է եւ բնությունը իր մատներու գործերը ցույց կտա, այդ առաջին աղյուսակն է, ինչպես որ կտեսնենք։ Իսկ երկրորդը Աստծո խոսքն է, որ մեզի նպատակ նվիրում, սեր, բարոյականություն այդ տեսակ բաներ կներկայացնեն մեր կյանքը ուռճացնելու համար։ Երկուքին ալ պետք ունենք, բայց երկուքին ալ սկիզբը եւ ստեղծող Աստված է։ Եթե Աստծով մոդենանք, պիտի տեսնենք, որ էվոլյուցիայի եւ ստեղծագործության հարցերը այդքան ալ հագարակ չեն իրարու։ Էվոլյուցիան մեթոդ է։ Բանը Դարվինը երկու ճշմարտություններ կդավ։ Տեսավ, որ թռչուններուն բաները գդուցները կփոխվին ժամանակավոր բանի շրջաբադի պատճառով եւ random, այսինքն process-ներ կան, որ քո DNA-ը խանգարվի կամ գզարքանա կամ գբաքսի, այսինքն անոնք դեսություններ են, որ այսօր մենք լաբորատորիի մեջ կտեսնենք microevolution գսենք, այսինքն գրնանք միջադը բանը, ասենք բակտերիան իր բանը փոխել։ Փոխանը ինքը բակտերիա կմնա,
բայց իր թիմադրությունը կփոխվի, իր դեսագը կփոխվի, նայած միջաբադեն։ Տեսնես։ Ինքը երբ որ ադիգա դեսավ, սա ուրեմն եթե այդպես է բանի մեջ, թրջուններու մեջ, միջադներու մեջ եւ այլն, ուրեմն երևա որ ամբողջ ստեղծագործությունը սկսավ առաջին բանեն ամենաբարձ վիճակեն եւ ժամանակի ընթացքին այդ բնական օրենքները, բարեժման օրենքներով, random բադահական օրենքներով վերջի մարտարարածը եկավ։ Ադի մեխանիզմներ կբացատրի, բայց երբ որ ասես որ ուրեմն Աստծո պետք չունենք, որտեղ ադի դժվարություն է, գիտեք, երբ որ մարդիկ գնային Դարվինի բացատրության, որ որոշ չափով հետաքրքրական է։ Ադի շրջման, այսինքն զարգացման process-ը ճիշտ է։ Հարյուրամյա էոնների ընթացքում զարգացում է, բայց ով ստեղծեց եւ դրա մեջ ինչ կոդ էր դրված, այսա կարևոր։ Երբ որ ասես որ պետք չունենք մենք Աստծո արդեն բնությունը ըրած է, այնադեն գիտություն չէ ասածդ քու։ Այլ գլա փիլիսոփայություն, այնպես չէ։ Հավատք։ Անորոշ որ macro evolution-ը մեծ հարցեր ունի այսօր։ Այո, գտեսնենք որ բրազոներու մեջ գտեսնես երբեմն շարունակականություն, մյուս կողմը գտեսնես հանգարց երևույթներ։ Օրինակ Cambrian evolution գսեն։ Cambrian-ը ասկե 500 միլիոն տարի առաջ եկավ, 10 միլիոն տարվա մեջ ամբողջ ինչ ողնահար ունեցող մարմին հանգարց մեջտեղ եկան։ Այսօր բացատրություն չկա, ինչպես այսպես կլինի։ Կամ ինչպես անգենթան մոլեկուլներ են, գենթանի կյանք առաջ կա։ 150 տարի է աշխատին բիոլոգներ, բիոխիմիկոսներ եւ պատասխան չունենք։ Այսինքն պետք է սահմանափակենք ամեն ինչ մեխանիզմի մեջ։ Պետք է գիտնանք, որ այսօր յետին ստեղծագործում է գա, որ ոչ թե գմիչամդե, այլ կորձ այո, հեղինակի ինքը, ուրեմն իրեն համար կես Աստծո համար քերբնական բան գոյություն չունի, Աստծո որ ամեն ինչ գոյություն է։ Մենք կսենք քերբնական եւ բնական։ Օրինակ մտամ քեզի։ Քրիստոսի ծնունդը։ Այնպես չէ։ Ինչպես հիշեցի քիչ առաջ։ Քրիստոս կնար հանգարց Երևան ելնել։ Կարի Աստծո Սուրբ Հոգին Մարիամի բանին տբավ, մարմին տբավ եւ ինչ եղավ։ 9 ամիս մանուկը զարգացավ։ Այսինքն քերբնական հբումը բնական օրենքներ կործածեց։ Ուրեմն Աստծո համար քերբնական բնական չկա, դա մեկ իրականություն է երևանալ։ Մեզի համար դարբեր է, որովհետև մենք ըստ մեզի մենք գին մարանցին չգրնար հղի լինի, այնպես չէ։ Մեր փորձառությունով։ Բայց Գսել գուզեմ որ Աստված երբ որ հրաշքներ կգործե հաբրակադաբրա չսեր։ Գիտեք հաբրակադաբրա ինչ է։ Մեջտեղ գնեթե փամը։ Մեգեն փամ մարտը մեջտեղ կուքա կամ դանիկը լույս մգծակի։ Այդ տեսակ բաներով չսպաղեր։ Աստված միշտ կգործակցի իր ստեղծագործության օրենքներուն հետ։ Եթե այդպես նայենք, վախնալու պետք չունենք, որ Աստված քերբնական Աստված, մեծ Աստված, որ մենք լման չենք կրնար հասկանալ, գահագարագի իր օրենքներուն։ Կասնաս շատ հստակ կուզեմնել ասի։ Եթե այս սկզբունքով նայենք, մի տեսնենք, որ էվոլյուցիայի եւ բարեշրջման եւ ստեղծագործության հարցերը կմեղմանան անոնց մեջ եղած դա դարբերություն, բայց ավելի կմեղմանան։ Ուրեմն վախնալու չենք Դարվինյան էվոլյուցիայի բացատրությունն, ոչ այլ վախնալու ենք Աստծո ստեղծագործությունն։ Աստված երուկն ալ գրնա կործածել։ Օրը երինքի մեջ մի հասկանանք ճիշտ ինչպես եղավ, այնպես չէ։ Այո, շատ բաներ մեզ համար դեռևս անհայտ են, բայց այն ինչ որ արդեն եղած է, գրված է, հաստատված է, դրանք տեսնում ենք։ Այո։ Գնել եղբայր քիչ առաջ chance բառը որ մենք բադահական պատահար ներկայացրեցիք, նաև դուք մի բառ էլ գործածեցիք, այսինքն ճակատագիր։ Գիտեք, մեր ժողովրդի մեջ այս բառը շատ տարածված է։ Շատ։ Եվ երբ որ մեկի հետ մի դեպք է պատահում, ասենք մարդը մահանում է, ասում են, դե ճակատագիր էտես։ Կամ ասենք մի պատահար, մի դեպք ճակատագիր էր։ Կա այդպիսի բան, ճակատագիր ասված բանը։
Քրիստոնեային նավա ջագադակիր կոյություն չունի։ Ջագադակիրը fortune կամ բարենգուկա, որը fortuna չաստվածներ հռոմեական գայստրության ժամանակ եւ այնքան ծանր էր հռոմեացիներու այդ ժամանակվա ժողովրդի վիճակը, որ ամեն ինչ ջագադակիր է, ուրեմն կնշանակի որ դու ազատ կամք չունես բան անելու։ Այդ վիճակին հասած էր ստիպված հռոմեական տարաշրջանին ժողովուրդը սկսավ թիմել խորհրդավոր կամ քաղնի գրոնքներու ուր չաստվածներ, չաստվածուհիներ գզոհվեին, գմերնեին, գչանային իրենց օգնել, այսինքն ջագադակիրը այնքան խիստ բան է, որը վրա տուն ոյև այսինքն ուղագի քերի գթարնաս ջագադակրին։ Այդ բանը վերցվեցավ դժբախտաբար հայերու մեջ տագավին կորձածվի։ Շատ տարածված է։ Անոր հետ լավ բանը կորձածի էր, նախասահմանություն։ Նախասահմանություն աստվածային։ Աստվածը իր մեզ իր բادگերով ստեղծած է, կնշանակի որ մեզ համար նպատակ ունի։ Այո։ Ինչ համար այս ծնունդը գտոնենք, որտեղ Աստված իր միածին որդին տվավ, որբեսի մեզի դա կյանք եւ ավելի կյանք։ Այո, պիտի բադահին արգածներ, պիտի բադահին մահեր, պիտի բադահին դժվարություններ, բայց անոնք վերջավորություն չեն։ Բոլոր անոնք Աստծո գամքին դագեն, Աստծո հսկող անոր թույլատրության եւ հսկողության դագեն։ Եվ որ այդպես կնայիս, ջագադակիրը բոլորովին կվերցվի։ Օրինակ մի այսպիսի դեպք։ Անձնավորությունը երկար տարիներ, ասենք, թմրանյութեր էր գործածում։ Այո։ Եվ մի օր էլ սահմանվածից ավելին գործածեց եւ մահացավ։ Մարդիկ ասում են, որ ճակատագիրն էր, այդպես պիտի։ Ճակատագիրը չէր, մարդու ընտրությունն էր։ Այո։ Եվ երկար ժամանակ շարունակական այդպես գնալով ի վերջո պարզ է, որ մի օր էլ նման մի դեպք պիտի պատահի, այսինքն մարդը այս լավ օրինակ է։ հրաժեշտ պիտի տա եւ պիտի գնա։ Լավ օրինակ է։ Աստված նախասահմանեց ամեն բան երկրի ստեղծվելուց առաջ, իր նախասահմանությամբ ամեն բան հաստատ կկենա, բայց եւ նաեւ մարդուն տվել է ազատ կամք, ազատ կամքով բարին եւ չարը ընտրելու հնարավորություն։ Ու վերջ, այո։ Այս ամբողջ բացատրությունը, ուրեմն սիրելի հերոստատիտողներ, մեր հայրենակիցներ, չկա այդ կոչված այդ բառը, որ այսպես խորթավոր մարդիկ մշտապես գործածում են ասելով ճակատագիր, այդպիսի բան չկա։ Քրիստոնեի համար փախտ եւ ջագադակիր գոյություն չունի։ Այո։ Որտեւ Քրիստոսը ես եկավ ցեզի դալու կյանք եւ ավելի կյանք։ Գսե Աստված մեր գլխի մազերը համրած է։ Գսե երկու թրջումը որ գինա առանց Աստծո կամքին կամ հսկողության չլիներ։ Ուրեմն կնշանակի որ Աստված մեզի հետ հաղորդակցության մեջ է եւ մենք եթե պատրաստ ենք մտի գնելու, պատրաստ ենք հնազանդելու, մեր կյանքը այնադեն նույնիսկ դժվարություն եւ նեղություններու մեջ նպատակ կունենա։ Այո։ Ադե կարևորը։ Լավ, սա միջանկյալ ձևով հիմա մենք նորից անդրադառնանք ստեղծագործություն եւ բարեշրջում այս սկզբունքներին։ Երեք տեսություններ կան։ տեսություններ, որ գիտնականները նրանք ովքեր որ քրիստոնյա գիտնականներ են, այս երեք տեսություններն էլ իրենց տեղը դնում են, կարծես ասել։ Նշենք այդ մասին, խոսենք, որոնք են այս տեսությունները եւ իրարից ինչով են տարբերվում։ Առաջինը ամենաշատ գործածված ավետարաններում մեջ young earth creationism, երդասարդ երկիր մոլորակի տեսությունն է, որը ստեղծվեցավ Աստված ամեն ինչ ստեղծեց իր բանով։ Առաջին օրը այս հրավ, երկրորդ օրը այն հրավ, երրորդ օրը եւ ամեն ինչ 6 օրվա մեջ եղավ։ Հիմա չէ որ մենք գիտենք որ մարդու ստեղծագործությունը չափվող ժամանակաշրջան է։ Եթե Սուրբ գրքի ապրած անձնավորությունների տարիքները եւ ապրած կյանքի ժամանակաշրջանները եւ կատարված դեպքերը իրար կողքի դնենք, այս 6000 տարին կլրացնենք։ Նա շատ ավելի լինել, որտեղ բագասներ կան այդ ժամանակներում մեջ, որ հիշված չեն։ Օրինակ, բանին մեջ նայ Մատթեոսի մեջ շատ բաներ է գուտա 6-7-ները գուտա, բայց շատ բաներ չհիշեր։ Ուրեմն մեկ այդ է։ Երկրորդ, ասկապանությունը դարբեր է, Ադամ Եվա ստեղծվել են վերջ ժամանակը շիդա կանցնի։ Ադամ Եվա ստեղծվել են առաջ Աստծո ժամանակներ, ինչպես որ քիչ առաջ հիշեցինք բանի մեջ։ Այսինքն հիմա հարցումը այն է, որ Ադամ Եվայից ստեղծվելուց առաջ երկիր մոլորակը կար, մենք չգիտենք որքան ժամանակ կա։ Այո, ճիշտ այդ է։
Ուրեմն, բայց young earth-ը չընդունի իրանի, գսե որ ոչ, Աստված 6 օրվա մեջ ամեն ինչ ստեղծեց, հետո 6-րդ օրը Ադամ Եվան ստեղծեց ու վերջ։ Ուրեմն կնշանակի որ ամբողջ դիեզերքը Երկիր մոլորակն նույն ժամանակի մեջ ստեղծել։ Երգիրը եւ դիեզերքը ուրեմն 10000 տարվա պատմություն ունեն։ Եթե դարացի օրեն գարտաս այդպես կտվի։ Բայց մենք չենք անդրադառնալ որ այս քիրքը գրվեցավ Քրիստոսի 1500 տարի առաջ։ Այնադեն ոչ Էյնշտայնի օրենքները գային, ոչ աստղերու թիվերու մեծությունը գար, գիտես դիեզերքի ընդարձակ լինելը գար։ Աստված գհարմարցներ դեղվույն արարածներուն, որ ըմբռնեն ոչ թե ինչպես ստեղծեց Աստված, այլ ստեղծեց որպես մի Աստված, ոչ թե չաստվածներ մեկ, եւ երկրորդ հարաբերության համար ստեղծեց, որ Աստված ցույց տա, որ ինք հարաբերության մեջ է ստեղծագործության հետ, մեզ ստեղծեց իր բادگերով հարաբերությունը շեշտելու, հաղորդակցությունը շեշտելու, ոչ թե քիդագանորեն բացատրելու, ինչպես պատահեցն ասող, որտեղ 1500 տարի առաջ պիտի իմանային այդ ադեմա մշակութային սահմանափակ մարդիկ, ինչպես պիտի իմանային, երբ որ Քրիստոս էր, այո, հարաբերական օրենք կա, ընդհանուր հարաբերական օրենք կա, լույսի առաքություն կա, ինչպես պիտի իմանային։ Մենք հիմա, քանի որ քիդությունը զարգացած է, գրնանք հետ նայել եւ ասել, այո, Աստված գարջ գերբով ցույց տվավ նպատակը ստեղծագործության, մենք քիդությունով ադիգա գընթարցագենք եւ ավելի մանրամասնությունները կգտնենք։ Երկրն ալ ճշմարտություն են, գրեսնես։ Ուրեմն young life-ը այդ դժվարությունը ունի։ Այսօր շատ հստակ է, որ դիեզերքը 13.7 միլիարդ տարի առաջ ստեղծվեցավ։ Գնայինք աստղեր հեռավորություններ, որոնք 13.7 միլիարդ տարի հեռավորություն ունին։ Ուրեմն young earth, անոնք որոնք ասեն, որ Աստված գրնար երկվարյանի մեջ ստեղծել ամեն ինչ, այնպես չէ։ Երնամար 24 ժամ արժեք չունի։ Ուրեմն առաջինը young earth է, որը հագակիդություն է։ Իրականում այդ քիդությունը թույլ չի դար, որ մենք ասենք, որ աշխարհը 6000 տարվա պատմություն ունի։ Շատ ավելի երկայն է։ Անամար երկրորդ տեսությունը կա, երկրորդ տեսությունը գսե ոչ old earth creationism, Աստվածը ստեղծեց, բայց ժամանակի ընթացքին ստեղծեց։ Թողնա 13 միլիարդ տարի առաջ, աստամար ժամանակը արժեք չունի, այնպես չէ։ Ուրեմն եւ ժամանակ առ ժամանակ օրինակ համար ոչինչ դիեզերքը ստեղծված է, դա ստեղծագործություն է, ինքն իրեն դիեզերքը չստեղծվի։ Հետո կյանքը ինչպես Երևան եկավ։ Ինչպես անգենթան, անփան վիճակից կենթանի գլա։ Այսօր պատասխան չունենք։ Ուրեմն հոն գսենք, որ old earth creation-ից գավաթա, որ Աստված անդադար բանի մեջ էր, հարաբերության մեջ իր ստեղծագործության հետ եւ ալգորիթմը դրավ, որբեսի կյանք առաջ գա։ Գուքանք մարդու ստեղծագործության old earth creation-ը չեն հավատար, որ գաբիգեն մենք առաջ եկած։ Աստված մեզ Ադամ Եվան ստեղծեց, բայց մեր մարմինը նույնն է, ինչպես որ չիմպանզեին մարմինը։ Անոր համար 96% մեր գեներուն նույնն է։ Ադիգլա old earth creationist։ Իսկ երրորդ տեսությունը կա, որ գոչեն theistic evolutionist, այսինքն աստվածապանական, աստվածաթավանությամբ եղած էվոլյուցիա, որը բարեշրջումը գադարյալ գտնին Դարվինյան, բայց կսեն Աստծո հսկողության դակ եղավ այս ամենը։ Աստված բացի թողնի, ոչ թե զրոյից դարձավ։ Այո։ Հավանա Աստված իր հսկողության դակ դրավ, օրենքներ դրավ, որ այդ օրենքները ժամանակի ընթացքին հարաճ բերեն մարդ արարածը։ Այսօր կսեն theistic evolution։ Հետաքրքրական այն է, որ այս երեք մոդեցումներն ալ հավատացյալներ կան մեջերին։ Անհավատներուն համար առաջին գոյություն չունի։ Անհավատներուն համար դարվինյան էվոլյուցիան առանց Աստծո օգնության է։ Անոր համար աթեիստները գսեն, որ եթե դարվինյան էվոլյուցիայի կհավատաս, ուրեմն քու անաստված ըլլալը փաստված է։ Տեսնես, ասոնք կհուսահատեցնեն հավատացյալը։ Երբ որ աթեիստ քիդնագանը գսե էվոլյուցիայի պատճառով, քանի որ դու հարաճ եկած ես, ոչ նպատակ, ոչ ուղղություն, ոչինչ կա, ամեն ինչ փնութենեն հարաճ եկած է, ադիգա գլա ոչ թե քիդություն, այլ ինչ կլա փիլիսոփայություն։ Տեսնես։ Ուրեմն անհավատին համար ասելու բան չունի, բայց քրիստոնյան գրնա աս 3 կերպերով ալնայիլ, ինձ համար ամենը հաճողը միջին կերպն է, այսինքն հին
բան ստեղծագործություն, old creation, բայց Աստծո օգնությամբ։ Ադոր գսեն intelligent design, բանական ստեղծագործություն կամ բանական ծրագրավորում։ Ուրեմն դիեզերքի մեջ կա բանական ծրագրավորում։ Այս երեքն բայց ասոք քույրեր եղբայրներ են, բոլորն ալ կհավատան, անանք որ անոք երկրորդական անելու ենք։ Մեզի համար փուն նպատակը Աստծո հայտնությունն է, Աստծո սեր, անոր քույրությունն է, անոր հարաբերությունը մեզի հետ, մարդկային բادگերով ստեղծված, անոր ներկայությունը մեր մեջ Քրիստոսի միջոցով, անոր փրկության նպատակը, ասոնք են կարևորները։ Աշխարհը ճիշտ ինչպես ստեղծվեցավ, ինչպես էվոլյուցիա Երևան եկավ, եւ հարցեր են, բայց երկրորդական հարցեր են։ Այնպես չէ։ Այո, եթե մեկը պիտի փորձի այս ամեն բաները հասկանա, որից հետո հավատա, նրան պիտի ուրեմն մենք հիասթափեցնենք, ասելով որ Աստված, Աստվածային իմաստությամբ թույլ չի տա, որ մարդը մարդկային իմաստությամբ Աստված ճանաչի, ինչպես գրված է Կորինթացիների գրված նամակի մեջ։ Ուրեմն հավատք է պետք եւ Աստված սպասում է այդ հավատքը, իր կողմից ամեն բան արեց, բայց սպասում է որ մարդը հավատքով այդ ամենը ստանա, ունի։ Այո, օրինակ եմ ցեզի սկզբում մգարտամ, քիդականը սկզբում, գսե քիդությունը անընդհատ բարձրացնում է այնպիսի փիլիսոփայական հարցեր, որոնք դուրս են իր իրավասության սահմաններից։ Հստակ չէ։ Ինքը չի կարող դրա բացատրությունը տալ, բայց հարցը բարձրացնում է։ Քիդությունը իր սահմանները ունի, փորձարկությունով, դեսությունը եւ այլն, բայց այդ դեսությունը օգտագործել եւ ասել որ Աստված չկա, քիդությունը դուրս ելած է։ Այո։ Տեսնես, շատ մեքենականներ չեն անդրադառնար ասոր։ Գխորին որ իրենց քանի որ քիդությունը ուժեղ է, տեխնոլոգիա հարաճ բերած է, այդ է ճշմարտությունը գարնեն եւ նպատակի, աբակայի, ցանկի հարցերու հետ կխառնեն։ Եթե քիդնականը քինավոր ինքի սահմանը ունի, աստվածապանությունը եւ փիլիսոփայությունը իր սահմանը ունին, այո, որոշ չափով կխաչացվեն, ինչպես որ տեսանք այդ պատկերի մեջ, մեկ կողմը փնությունը եւ փնության բացատրությունը եւ անոնց իրավիճակը, մյուս կողմը տեսանք աստվածային հայտնությունը անոր իրավիճակը, երկուքն ալ շիդակ են, երկուքն ալ իրենց դեղ ունին, երբեմն զիրար գլրացնեն, երբեմն դարբեր են իրար մե։ Եթե այդ ծևով նայենք, անանեմ տեսնենք, որ ոչ քիդութեն վախնալու ենք, ոչ էլ աստվածաշունչեն։ Հետաքրքրական է, քիդնականները քրիստոնյաներեն գվախնան կամ աստվածաշունչեն, որովհետև կսեն անոնք բան են, դոգմա են։ Քրիստոնյաներն ալ անոնք որոնք աստվածաշունչը գտնունին կամ քրիստոնյա գոչեն, քիդութեն գվախնան, որ քիդությունը բամը բիդի աղավաղի օրմը, բարապ խոսքը երկուն աստծո ստեղծագործությունը ինչ համար պիտի աղավաղեն զիրար։ Թե քիդությունը սիրենք, թե աստվածաշունչը սիրենք։ Ինչու, որտեղ երկուքին ալ գլուխը ով է։ Քերիշխան Աստված։ Եթե գիտությունը եւ աստվածաբանությունը իրար զուգահեռ գնան, ձեռք-ձեռքի գնան, այդտեղ շատ մեծ ճշմարտություններ կբացվի, բայց երբ որ խաչաձևում եւ հակառակվում են, պարզ է որ եւ այն աթեիստները այսօր, որ գհարցագին աստվածակրիստոնյաներով վրա, իրենք քիդականորեն չեն ներար, այլ իրենց հավատքով գնեն։ Հադրամար գսեմ, ամեն մարդ աշխարհայացք ունի։ Ով եմ ես, ինչպես առաջ եկած եմ, ինչ է պատմությունը։ Այս հարցերուն պատասխան տալու համար սկիզբեն պիտի սկսես։ Անհավատը սկիզբեն գսե որ Աստված Աստծո հետ ես կորդ չունիմ։ Ուրեմն ամեն բան այդպես կմեկնաբանե։ Արդեն սկզբնախտյուրը մերժեց, դրանից հետո ուր կհասնես։ Ոչինչ։ Քրիստոնյան գսե ոչ, ես Աստծո քոյության գարելիությունը գուտամ, կհավատամ որ ասանք մեկը կա եւ Աստծո խոսքը կսերդեմ, փնությունը կսերդեմ, կտեսնեմ որ ասիկ ասանք ապոչ ստեղծված են, նպատակ ունին, անոնց յետին կգենա քերիշխան Աստված, այն ադեն քեզ համաշատ ավելի հեշտ կլա թե էվոլյուցիան հասկանալ, թե ստեղծագործել աստար։ Ուրեմն աշխարհայացքը կորոշե դու ինչ որոշում բիդաս։ Օրինակ մտամ, ադո վերջացնենք, երբ որ 1900 շատ դարիներ առաջ 72-ին առաջնական Հայաստան կացի, հոն ակադեմիկոս բարեկամ ունեի, զիս Սևանալիչ Ուզեստանիլ, բդույնի, որտեղ առաջին այցելությունս էր Հայաստանի։ Ջամփան գրոնքի հարց բացվեցավ
Ես իրեն հստակ գրի, որ ես քրիստոնյա եմ Աստծո գոյության գավաթամ, 1001 հարցումներ ուներ։ Անդադար։ Եթե այս է ինչպես է եւ այլն, մինչեւ Սևանալի չասանք, ամեն հարցումներուն ես Աստվածաշունչեն փնութենեն պատասխաններ գտայի։ Դեղ եկավ, սավալ եւս ես քրիստոնյա բիդենես։ Բոլոր հարցումներս պատասխան գտած։ Անշուշտ է շատ կփապակին որ։ Այսինքն հակառակվելու նպատակային էր, որ քրիստոնյա չդառնանք։ Բայց սավ հետո մտի գրավ լուրջ, սավ գիտես սավ վերջի այս դրամապանական բաներ բայկարները հարց չեն, հարցը գամքն է սավ, եթե գուզես Աստծո հավատալ, սիրտդ կփանաս։ Շատ անգեղծ գտնվեցավ, որտեղ ճիշտ այդ է, որքան ալ երգան վիճապանիս թշնամիին հետ, ինչքան ալ աբացույց տաս չընդունիր, եթե ճուզեր, եթե փափակ ունի քիդնալու, թե փնութենեն դեսանելի են անտին իրողություն գա, այն adեն ավելի հեշտ է բացադրել, թե ինչ է այս աներևույթը, ով է այս Աստվածը։ Այսպիսի մի խոսք ասում են, հավատացյալներին ապացույց պետք չէ, բայց չհավատացողներին ապացույցները բավարար չեն։ Որքան էլ ուզում ես ապացույցի, միևնույնն է նա հակառակվելու մի բան պիտի գտնի։ Բայց ինչ էլ որ լինի, թերևս կարող է պատահի, ասենք, օրինակը շատ հարմար չէ, բայց կույր մարդու համար արև չկա։ Որտեղ ինքը չի տեսնում, բայց արևը իր տեղում է, արևը կա։ Աստված գոյ է, Աստված կենդանի Աստված է, Աստված ստեղծագործող Աստված է, որ նաև մարդու փրկության համար իր կյանքը զոհեց, մարդու մարմնով հայտնվեց, որպեսզի իր սերը, իր ողորմությունը, գթությունը բերի։ Եվ այսօր Աստված սպասում է, որ իր ստեղծագործությունը, իր պատկերի եւ նմանության պես ստեղծված մարդիկ իրեն ճանաչեն եւ փրկվեն ու հավիտենական կյանք ունենան, որովհետեւ գրված է Աստված երկայնամիտ լինելով չի ուզում մեկը կորցնի, այլ որ բոլորը ապաշխարեն եւ հավիտենական։ Ուրիշ օրինակ մնալ գայս, ճիշտ քեզի биш հաջող գուդամ, արևը միշտ արև է, ջարակայթները հոնեն, բայց արևը սարը գահալեցնե, նույն արևը գավը գարձրացնե։ Գիտես, արևուն չէ հանցանքը։ Հանցանքը ան որ գարձրասիրտ է, գարձրանա, Աստծո ներկայացեն, ան որ պատրաստ է ընդունելու սարի պես կհալի։ Չմեղատրենք Աստված, մենք ենք որոշումը դվողը։ Այո, եւ հիմա թերևս կան սրտեր, որ կարծրությունից դեպի փափկության գնացին եւ հալեցին, խնդրում եմ մի երկու րոպե Աստծո գերազանց սիրո մասին խոսենք եւ վերջում աղոթքով ավարտենք։ Ամեն, այդպես։ Խնդրեմ։ Յա, ուրեմն բարի լուր ունենք մենք։ Քրիստոնեությունը բարի լուր է։ Ինչ է այդ բարի լուրը։ Աստված քո է, Աստված սուրբ է, Աստված արդար է, բայց Աստված սեր է։ Եվ Աստված այդ սերը հայտնած է մեր իր բادرով ստեղծելու եւ Աստված գցանգա, գփափակի քեզի եւ ինձի հետ հարաբերելու։ Ամենամեծ գիտությունը այն է իսկապես։ Դե դիեզերքի ստեղծիչ գոհոժարի ինձի պես անհադմը, անարժեք դեստվող անհադմը իրեն բարեկամ գոչել, իրեն զավակ գոչել, մեզ ընդունած է իր ընտանիքին մեջ։ Բայց ինչպես հրած է, իր միածին որդին ղրգեց, որբեսի մենք տեսնենք, շոշափենք, իմանանք ով է Աստված, որտեղ Քրիստոսը ասավ, եթե զիս տեսակ, հայրը տեսակ։ Տեսնեք, շատ հստակ է։ Բայց որբեսի մենք ավելի կյանք ունենանք, Աստված որոշեց իր միածին որդին մեր մեղքերուն համար զոհել, բայց անոր նոր կյանք տվավ, հարություն տվավ, այդ նոր կյանքով, երբ որ մենք կընդունենք իր արյունը, իր մահը, կընդունենք իր հարությունը, այլևս ջագադակրի պետք չունենք, որտեղ մեր ջագադի վրա գտնված է կյանք եւ ավելի կյանք։ Այս է։ Փառք Տիրոջ, սերներ իրապես ավետանի պատգամը շատ պարզ է։ Աստված այնպես սիրեց աշխարհը, մարդկությանը, ինձ եւ քեզ, որ իր միածին որդուն զոհեց, որպեսզի ով որ հավատա, դա քեզանից է կախված, հավիտենական կյանք ունենա եւ դատապարտության տակ չընկնի։ Տերը մեզ բանականություն է տվել, միտք է տվել, որոշում կայացնելու հնարավորությունն է տվել, բարին ընտրելու, չարը մերժելու, դա մեզանից է կախված եւ դրանից է կախված մեր հավիտենականությունը, որտեղ պիտի անցկացնենք։ Ուստի թող Աստված ամեն մեկին այս շնորհքը տա, որպեսզի նրանք ճշմարիտը, լավագույնը Քրիստոս ընտրեն։ Ամեն։ Այս է։ Սերներ, այսպիսով մեր հաղորդումը ավարտում ենք եւ գնել եղբորը մեկ անգամ եւս
հայտնում ենք շնորհակալություն իր մասնակցության համար։ Տերը ձեզ մեծապես օրհնի ամեն ժամանակ հետաքրքիր նյութերով գալիս եք ստուդիա, որպեսզի մեր հեռուստադիտողներին բերեք, խնդրեմ։ Ես կուզեմ քիչ մնալ ցույց տալ, եթե կուզես մոդեն, եթե կուզեք ավելի մոդեն իմանալ այս 3 դարբեր դեսությունները, էվոլյուցիայի եւ ստեղծագործության, այս քիրքը գա, որ գրված է շատ կարող աստղագետներու, քիդնականներու, ֆիզիկոսներու կողմը, որոնք այս ոմանք երդասարդ բանի երկրի գահագնտունին, ոմանք հին երկրի գնտունին, ոմանք թեիստիկ էվոլյուցիայի գնտունին, անոնց թե ուժեղ, թե դգարգողմերը բացադրված են հոս paperback է, եթե գուզեք ունենալ, հանձնարարեմ Amazon-ի վրա են գրնակ վերցնել։ Լավ, մեր հեռուստադիտողներից էլ բաժանվենք, օրհնության խոսքով սերներ Տեր Հիսուս Քրիստոսի շնորհքը, Հոր Աստծո սերը եւ Սուրբ Հոգու հաղորդությունը ձեզանց ամեն մեկի հետ թող լինի։ Ամեն։ Հավատա միայն եւ կապրես, միայն հավատա, Աստված ուրիշ բան մեզանից չի խնդրում։ Եթե հավատանք, ապա մեր կյանքը կվստահենք, եւ եթե վստահենք, ապա կլսենք Աստծո խոսքը եւ ամեն բանի մեջ կառաջնորդենք խոսքով։ Ամեն։ Մեր մյուս երգը Վարդան եղբայրը ասեց մեր ժողովուրդը սիրում են այս երգը եւ որ իսպաներեն է երգում նաեւ։ Գիտեք շնորհակալության երգը, բոլորս գիտենք, եկեք հայերեն միասին պաշտենք, հետո իսպաներեն կերգենք։ Քո սիրով ինձ այցելել ես, բարկություն ես բարգեւել, քո գրկում գտել եմ ես խաղաղություն, հիմա կարող եմ քո արյուն, քո առջև գալ համարձակ, եւ կարող եմ նայել ուղիղ քո աչքերին։ Զոհով ինձ պարգևել ես կյանք հավիտյան, հիմա կարող եմ քո արյան, քո առջև գալ համարձակ, եւ կարող եմ նայել ուղիղ քո աչքեր, եւ որ նայեք իր աչքերի պիտի երգենք, երգում եմ ամեն բանի մեջ երգում եմ Պարքես Հիսուս, Պարքես Սեր արքա Հիսուս Me has sonado en tus brazos y me has dado salvación de tu amor has derramado en mi corazón. Podré agradecerte lo que has hecho por mí. Solo puedo darte ahora mi canción. Yo te doy gracias, gracias Señor, gracias mi Señor Jesús. Cantemos gracias, gracias Señor, gracias